Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Պաշտպան հայրենաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանը։ Բայց պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ Նոյանտապանի հրավերն ընդունելու համար։ Փոխադարձաբար ես։ Պարոն Սաֆարյան, ավելի շատ կուզեմ ձեզ հետ խոսենք այսօր ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց չեմ կարող չանդրադառնալ Իրանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մի փոքր կարճ անդրադարձ կատարենք։ Ավելի շատ ուզում եմ ձեզ հետ քննարկել Նախիջևանում իրանական ԱԹՍ-ների մասնակցությամբ այդ գրանցված միջադեպի ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Ստամբուլում անցկացրեց թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպում եւ ընդունեցին համատեղ հռչակագիր, թուրքական աշխարհից պահանջելով համերաշխություն եւ մեկ ձայնով գործելու ունակություն։ Այստեղ ընդունելու այս հռչակագրի կարևորությունը ո՞րն է ըստ երևույթին ձեզ։ Ավելի շատ այս արձագանքը Թուրքիայի Ադրբեջանի դեմ ուղղված հարձակումներին էր վերաբերվում, որ իրենք պետք է միասնական լինեն, թե ցանկացած թուրքական պետության։ Կարող եմ ասել հետևյալը, տարածաշրջանի պայթունավտանգ իրավիճակը բերում է տարբեր երկրներին այնպիսի մոտեցման, որը կարծեք թե մի կողմից իր մեջ ներառում է կառուցողական դիրքորոշում, իսկ մյուս կողմից էլ սպասողական, ասեմ, կամ ներքին անհանգստության ուրեմն դրսևորումներ։ Դեռևս չանդրադառնանք Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում իրանական ԱԹՍ-ների հայտնվելուն եւ թուրքական պետությունների լիգայի հայտարարությանը, որը կայացել է Թուրքիայում, դեռևս չանդրադառնանք դրան, այլ ասենք հետևյալը, որ շուրջ 1.5 տասնամյակ ոչ պակաս ակներով էր դառնում, որ Իրանի ուրեմն հոգևոր եւ ռազմաքաղաքական ռեժիմը, այսպես ասած, establishment-ը չի արտացոլում այն մոտեցումները, այն դրսևորումները, այն պատկերացումները, որ ունի Իրանի մեծ ժողովուրդը։ Իրանի ժողովուրդը իրավամբ աշխարհի մեծագույն ժողովուրդներից մեկն է։ Մուստաֆա Քեմալը կամ թուրքերի, ինչպես ասում են, հայրը Աթաթուրքը ամենևին էլ անգրագետ կամ անտեղյակ չի եղել պետությունների զարգացման տրամաբանությունից, երբ 1921 թվականին հռչակվեց Թամժը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, եւ Թուրքիան կոչվեց հանրապետություն, այսինքն Փադիշահի կամ սուլթանատի իշխանությունը կիսվեց երկու մասի, հոգևոր իշխանությունը լրիվ առանձին, ոնց որ իրենց մոտ Շեխուլ Իսլամը կամ կրոնական առաջնորդը, քաղաքացիական իշխանությունը, քաղաքական իշխանությունը առանձին, դրանով նա փրկեց Թուրքիան կործանումից։ 1978 թվականին ուրեմն տեղի ունեցած իրանական հեղաշրջումը կամ իրանական հեղափոխությունը, որը կրոնավորներին հոգևոր դասին բերեց իշխանության, մի քիչ այլ առանձնահատկություններ եւ սպეციფիկա ունի, դրա ինգրեդիենտները թաղված են այն անարդարությունների մեջ, որ շուրջ տասնամյակներ շարունակ Ֆեհլևիների ուրեմն գահաժառանգությունը կամ դինաստիան ուրեմն անում էր մեծ, այսպես ասած, անարդարություններ, ասեմ, մեծ ուրեմն սխալ քայլեր, ասեմ, երկրի կառավարման մեջ, անտեսում էր ժողովրդի շահերը ավելին, որը բերեց ուրեմն հոգևոր իշխանության եւ հաստատման եւ հետագա ամրապնդման։ Հիմա այլ է վիճակը։ Տարածաշրջանային բոլոր երկրները զարգանում են, մեծ թե փոքր։ Ծոցի բոլոր երկրները, Սաուդի Արաբիան կլինի, Եգիպտոսը, որ անմիջապես հարևան է, Կարմիր ծովով, Եմենի հանրապետությունը, Քաթարը կլինի, Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը եւ այլ։ Ես չեմ ուզում շարունակել երկար։ Իրանի ժողովուրդը մեկընդմիշտ պետք է ունենա հստակ ընդգծված քաղաքական իշխանություն, որը Իրանին պիտի տանի դեպի նոր նվաճումներ, սկսած տեխնոլոգիական զարգացումներից, սկսած մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործումից, այնպես էլ ուրեմն իր հանքահունքային ռեսուրսների արդյունքում դուրս գալ գերժամանակակից ուրեմն ազգերի շարքը պարտադիր չի դա պիտի լինի հարստահարված ուրանի օգտագործմամբ միջուկային զենքի առումով եւ այլ։ Խնդիրը մենք մեծ առումով, գլոբալ առումով պետք է տեսնենք սրա մեջ։ Ինչ խոսք վերջին 1-2 տարվա
Իսրայելի արտաքին քաղաքականությունը եւ այդ թիրախները եւ այդ վեկտորները, որը տարավ դեպի Կիպրոս, Հունաստան, Իսրայել համադաշնության, ուրեմն ձևավորում, կազմավորում եւ կարևորում, հատկապես Թուրքիայի Հանրապետության դեմ, կարծեք թե լուրջ ճեղքվածներ, այսպես ասեմ, լուրջ ճաքեր է տալիս Մերձավոր Արևելյան, ուրեմն կեղծ խաղաղագոյակցության, ուրեմն այս փաստարկի կամ այս դրության համար։ Ինքը դիսլոկացիան եւ ոչ թե դիսլոկացիան, այս կոնֆիգուրացիան դեռևս շատ ջուր է տանելու, որովհետեւ գոյություն ունի քրդական խնդիր, Իրաքի խնդիրը դեռևս լուծված չէ, ընդ որում քրդական խնդիր 3 երկրներում՝ Իրաքում, Իրանում եւ Թուրքիայում, այլևս չեմ խոսում նաեւ սիրիական թնջուկը։ Այս ֆոնին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ես գնահատում եմ շատ բարձր, այսինքն գործ ենք անում, ոչ թե այո, դիվերսիֆիկացված եւ դիվերսիֆիկացման տանող կամ հավասարակշռված եւ հավասարակշռման տանող։ Դե գիտեք հիմա ասենք ինչ է նշանակում կարկանդակ ուտել կամ ինչ է նշանակում սուջուխ ուտել, ես չեմ ուզում, դա իր հերթին մենք դրան կանադառնանք, ես կարող եմ հենց հիմա մեկ նախադասությամբ ասեմ, սա չի նշանակում կարկանդակ ուտելով իրենք չեն հասկանում հարցի կարևորությունը։ Վարչապետն ասում է ինստիտուտները աշխատում են դրա համար, ոչ թե աշխատում են, շատ բարձր են աշխատում։ Մեկը շատ ճիշտ նկարագրեց, որ իրենք էլ ուտում էին մեր երիտասարդական պալատի այդ ուրեմն բանա, եգիպտացորենը։ Այո, ես հստակ կարող եմ ասել, որովհետև ժամանակին երիտասարդական պալատը ես էի վարձակալել 50 տարով։ Դե բայց դա խնդրի այլ կողմն է։ Ես գտնում եմ, որ ուրեմն եթե չլներ Հայաստանի Հանրապետության 2022 թվականից 23 թվականից հատկապես սկսված այս արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր եւ Եվրամիության հետ խորացված աշխատանքների ինտեգրումը եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ նման ուրեմն գործելիա ոճը, որը բերեց եւ 24 թվականի դեկտեմբերի կամ հունվարի հայտարարության եւ 25 թվականի օգոստոսի 8-ի հուշագրի մեմորանդումի ստորագրմանը եւ նաեւ խաղաղության խորհրդի ստեղծմանը մենք այսօր Հայաստանում ռազմաքաղաքական առումով կունենայինք այլ պատկեր։ Ես ձեզ հարց եմ տալիս. Մեզ ասում են մենք պետք է ունենանք, չէ, Թեհրան, Երևան, Մոսկվա առանցքը։ Հիմա ես հարց եմ տալիս. հարձակվեցին Իրանի վրա եւ ամերիկյան ուրեմն գերզարգացած տեխնիկայով եւ իսրայելական։ Ինչպիսի մասնակցություն ունեցավ Իրանի կողմից Ռուսաստանը եւ ուրեմն Չինաստանը։ 0 մասնակցություն, 0-ից ցածր նիշով մասնակցություն։ Այլ մասնակցություն չէր կարող ունենալ, այդ հայտարարությունները զուտ քաղաքական հռետորաբանությունից այն կողմ չեն անցնում։ Դրանք դատարկ, այո, դրանք դատարկ ձայն բարբարո հանապատի հայտարարություններ են։ Արցախի խնդրով ես կարող եմ ասել, այլ հայտարարություններ մեզ պետք չէին, Արցախի խնդրով մեզ պետք էր միական, միասնական համազգային համախմբում, սակայն եւ Հայաստանում ծվարած եւ Արցախում տեղ գտած ռազմաֆեոդալական վերնախավը, ասել է թե 5-րդ շարասյունը, ասել է թե դավաճանական եւ դավադիր ուժերը, ասել է թե օտարերկրյա խամաճիկները, մակաբույծ տարերը բերեցին նրան, որ մենք Արցախը պարպեցինք։ Եվ ես իմ կոչս եմ ուղղում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, կառավարությանը, հատկապես պաշտպանության եւ անվտանգային ոլորտի Արցախի Հանրապետության բարձրաստիճան սպաներից շատ-շատերին անհապաղ կերպով տեղ չտալ այդ մարմիններում, որ Արցախում կային հարյուրավոր եւ հազարավոր քաչ հայրենիներ, որոնք ծառայում էին պաշտպանական բանակում, ազգային անվտանգությունում եւ ոստիկանությունում, դա երկու կարծիք լինել չի կարող, բայց այն ստոր արարածները, որոնք անընդհատ լափել եւ գռփել են Արցախի բանակը եւ անվտանգության ծառայությունները, օր առաջ նրանք պետք է լքեն մեր պաշտպանության նախարարությունը, անվտանգության համակարգի ծառայությունները, հատուկ ծառայությունները, ոստիկանությունը, քննչական ծառայությունը եւ այլն։ Այսօր էլ նրանք շարունակում են իրենց դավադիր գործունեությունը։ Սա կարող եմ ասել տարածաշրջանի հետ կապված, այսինքն Հայաստանը ինչ հայտարարություն պետք է անի Իրանի ներքին կայունության կամ ռազմաքաղաքական դրության հետ կապված։ Ոչ մի մոտեցում չեղավ, ցավացական մոտեցում եղել է, ցավացական մոտեցում եղել է
Արադ Միրզոյանի կողմից է եղել, Արմեն բոլորի Գրիգորյանի։ կողմից, Ալեն Սիմոնյանի կողմից է եղել, այսինքն ինչ պիտի անենք, պիտի գնանք ամբողջ ազգով մասնակցենք, ուրեմն բանի նախորդ այաթոլլայի թաղմանը։ Բոլորս էլ գիտենք, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմում եւ դրանից հետո Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ եւ Արցախյան խնդրում մեղմ եմ ասում, կարելի ասել չէր տեղավորվում կառուցողական եւ մտերմիկ բարի դրացիական հարաբերությունների շրջանակում։ Պարզապես մեղմ եմ ասում։ Ամեն դեպքում ում էր ձեռնտու հարվածել Նախիջևանին, պարոն Սաֆարյան։ Ես կարծում եմ, որ տեսեք, ես կարծում եմ, որ անաչառ հետաքննությունը սա կպարզի հատկապես պետությունների հետ կապված։ Գալով նրան, որ Թուրքիայում տեղի ունեցավ Ադլիգայի հայտարարությունները, որի մոտիկից ծանոթ եմ։ Այստեղ նրանք էական նշանակություն կունենան տարածաշրջանը որոշիչ։ Այստեղ նրանք իրենց պահում են շատ զսպված կերպով, որովհետև Թուրքիան ներկայիս իրավիճակով Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը չի կամենա ռազմաքաղաքական կամ ուրեմն քաղաքական քարտեզի վերաձևում։ Կամ կոնֆլիկտներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ։ Միանշանակ իհարկե, որովհետև ինքը նախ Էրդողանը արդեն լուրջ կայացած ուրեմն փորձառությամբ պետական գործիչ է եւ բացի դրանից էլ եւ ուրեմն Հուլուսի Աքարը պաշտպանության նախարարն էլ հայտարարություն արեց, ուրեմն զգուշության կոչ արեց եւ նաեւ երկրորդ թերթերից հետո։ Ինչպես երկրորդ թերթերից հետո եւ նաեւ հատկապես հատուկ ծառայությունը երկարտայիններ ղեկավարած Հական Ֆիդանը, որը կարծեք թե արտաքին քաղաքականության մեջ տեղավորվում է սառը դատողությամբ եւ սառը սթափ մտածելակերպով։ Կհետևենք ամեն դեպքում Իրանի շուրջ այստեղ ունեցող մերձավոր արևելք իրադարձությունները, որտեղ դրանք չեն կարող չանդրադառնալ մեզ վրա, եւ երեկվանից արդեն ընդդիմադիրները կարծես թե հոխորտում են, որ տնտեսական որոշակի մենք ունենալու ենք նահանջներ, քանի որ Իրանի հետ է կապված մեր ճանապարհային այդ ապրանքների ներկրում եւ այլն, եւ ընդհանրապես իրանական շուկայում Հայաստանը որոշակի դեր ունի։ Ինչ խոսքի ես ամենօրյա կապի մեջ եմ իմ լավ ընկերների հետ, որոնք զբաղվում են գործարարությամբ եւ Իրանից ներկրում են այստեղ ռազմավարական նշանակության ապրանքներ։ Ինչը կուզում եմ հարց տամ։ Մենք ի վիճակի ենք կանգնեցնելու պատերազմը։ Հայաստանի Հանրապետությունը իր ռազմաքաղաքական եւ իր աշխարհաքաղաքական հեղինակությամբ ի վիճակի է կանգնեցնելու պատերազմը։ Երկրորդ նախագահն ասում էր կարող ենք ինչ-որ ուրեմն երկրորդ նախագահը ես պիտի ասեմ եթե դպրոցական աշակերտի հետ համեմատեմ, ասենք 5-րդ դասարանի աշակերտը, որ դեռևս չգիտի այբուբենը, երկրորդ նախագահը անցնելով 40-50 տարվա այդ ուրեմն քաղաքական աստիճաններով բարձրանալով քաղաքականության մեջ չունի առաջին դասարանի աշակերտի մակարդակ, այլևս չեմ ուզում այլ բան ասեմ։ Երկրորդ նախագահը կարող է հարցազրույց տալ միայն քննիչ աշխատանքային, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում, առաջին նախագահի հարցազրույցին ես կվերաբերվեմ որպես կասեմ ու առաջ կանցնեմ, ես ինքս խորհուրդ եմ տալիս այդ հարցերով դիմեմ մեր լրագրողները թաղման բյուրոյի նախագահներին։ Հետևենք իրադարձություններին, պարոն Սաֆարյան, Կարճատև գովազդային դադարի դուրս գանք, որից հետո երկու խոսք էլ ամեն դեպքում Միացյալ Նահանգների դիրքորոշումները եւ Թրամփի հայտարարություններին անդրադառնանք, որից հետո քննարկենք մեր հայաստանյան ներքաղաքական իրավիճակը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +300 74 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում եմ։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Արգելի գործընկերներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, Միացյալ Նահանգները փաստորեն Թրամփը հայտարարում է, որ կաջակցի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա հրաժարվի կատարել Միացյալ Նահանգների պահանջները։ Սա ինչ է նշանակում։ Ժողովրդավար պետություն եւ ուղիղ։ Ես պիտի հստակ կերպով ասեմ, իմ խորին համոզմամբ ես մեծ հարգանք տածելով Իրանի մեծ ժողովրդի հանդեպ, Պարսիկ ժողովրդի հանդեպ, ես պիտի ասեմ, որ վաղուց ուրեմն արտաքին քաղաքականության մեջ եւ հատկապես ուրեմն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Իրանի ղեկավարությունը վաղուց դուրս է եկել ուրեմն սահմանված չափերը։ Եվ ուրեմն Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունը, ինչպես որ ասում են ԿՀՎ-ն, դա ոչ KGB է, ոչ էլ Իրանի ուրեմն սավակն է, ոչ էլ չգիտեմ մեկ այլ ծառայություն է։ Նրանք հստակ ունեն ինֆորմացիաներ, եւ եթե չունենային հստակ ինֆորմացիաներ, մեկ ժամվա մեջ չէին լուծի եւ 40 առաջնորդ եւ Խամենեիի սպանությունը, Մադուրոյի հարցը եւ Իրանի ղեկավարության հարցը, որ իմ խորին համոզմամբ Իրանում պետք է վերջ տրվի հոգևոր իշխանությանը, կրոնական իշխանությանը, թեոկրատիկ պետությանը, այդ ռազմա ներողություն եմ խնդրում, այդպիսի, այսպես կոչված քաղաքական վերնախավային իշխանությունը այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ես գտնում եմ, որ Իրանի ժողովուրդը անպայման ուրեմն գնալու է այդ ճանապարհով եւ մեկընդմիշտ վերջ է տալու Իրանի հոգևոր իշխանությանը։ Գալով նախագահ Թրամփի հայտարարություններին առայժմ ես շատ հարցերում ձեռնպահ եմ մնում եւ Մոջթաբա Խամենեիի հետ կապված եւ մյուս ուրեմն մոլաների ներողություն եմ խնդրում այաթոլլահների հետ կապված, այո, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների քաղաքականությունը ոչ միայն Իրանի հարցում, այլ նաեւ տարածաշրջանում լրիվ տեղավորվում է ներկա գեոպոլիտիկ առումով կառուցողական մարտահրավերների եւ քաղաքականության մեջ, զսպումների եւ հակակշռների մեխանիզմի ուրեմն տրամաբանության մեջ եւ հենց այդ դիտարկմանվել ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության
արտաքին քաղաքականությունը օրեցօր ավելի որակներ է ձեռք բերում։ Հետևենք իրադարձությունների զարգացման, իսկ հիմա անցնենք արդեն մեր ներքաղաքական կյանքում տեղի ունեցողներին։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հետևյալ հայտարարություն արեց, որ համաշխարհային պատերազմը սկսվել է եւ մարդիկ քարոզարշավ են անում, ՔՊ-ին եւ ընդդիմությանը կոչ եմ անում համախմբվել եւ հասկանալ երկիրը ուր են տանում։ Եվ գտնում է, որ պետք է երկիրը Հայաստանը միանա միութենական պետության կազմում պետք է լինի, ինչպես 100 տարի առաջ։ Ինչի մասին է սա խոսք, ընդ որում եկեղեցու հետ կապված է Վիտալի Բալասանյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի եկեղեցու դեմ կատարված այդ բոլոր իր գործողություններից։ Ինչի մասին է այս ամենը։ Սկսեմ վերջից։ Քաչ ճանաչելով այդ անձնավորությունը, ասեմ, որ ինքը չի իմանում եկեղեցին ինչ է։ Ինքը չի իմանում հոգևոր դասը ինչ է։ Ինքը չի իմանում, որ անթույլատրելի է եւ անբարոյականություն է, որ եկեղեցու վերնախավում գտնվող մարդիկ, ներառյալ նաեւ ճակերտավոր վեհապարը զբաղված են եղել բղծությամբ, շնաբարով վարկագիծ են դրսևորել, քիթները կողած են եղել զանազան բիզնես պրոջեկտների մեջ եւ հովանավորել են եկեղեցու մեջ, հովանավորել են այլանդակությունը, բազմակնությունը, շնաբարու կյանքը, պետության կազմակերպման գործընթացների շրջանակներում տրամաբանության մեջ կատարել են օտարերկրյա երկրների քաղաքական շահեր, մերժված նախագահների բնակալեզներն են եղել եւ այդպես է շարունակել են մի քանի երևույթ ասեմ դրանով փակենք դա Վազգեն Գալստանյանի շարժումներ այսպես կոչված ճակերտավոր սրբազան շարժումը այսպես կոչված վեհապարի այցը Մինսկ անցյալ տարի իմանալով կառավարության ղեկավարի քաղաքական մոտեցումը այդ երկրի ղեկավարի հանդեպ եւ ռազմական հեղաշրջման կոչով Շիրակի թեմի այսպես կոչված տխրահարճակ առաջնորդի, որը վերջերս էլ կարծեմ խափաման միջոցը փոխել է դատարանը եւ ես դատապարտում եմ տվյալ դատավորին նման վարկագիծ դրսեւորելու համար, որտեղ դրանք հակապետական ուժեր են։ Սա մեկ։ Իրենք Ղարաբաղում ճանաչել են մի սրբազանի, Պարքև սրբազանի, որին դարձյալ ես ճանաչելով, բայց ես պիտի ասեմ նրա գործունեությունը ցավոք սրտի Արցախում մեր ժողովրդի հանդեպ հավատի ամրապնդման առումով գրեթե դրական գործ չկատարեց։ Եվ իզուր չէր, որ Ղարաբաղում շատ ղեկավարներ եւ նաեւ ուրեմն անվանի մարդիկ Պարքև սրբազանին համարում են ուղղակի մոլլա։ Հացական անունը մոլլա է։ Սա անցնենք առաջ։ Գալով քաղաքական դաշտին ես եթե նա այդպիսի հայտարարություն էր անում, ապա նա այդ հայտարարությունը պետք է առաջերտին աներ Ռուսաստանին, Բելոռուսին, որպեսզի օր առաջ Բաքվում գտնվող իր հայրենակիցները ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք գերեվարված են եւ պատանդարված են Բաքվում, օր առաջ եթե Բելարուս-Ռուսաստան միությունը այդքան հզոր է, օր առաջ նրանց ազատեին Բաքվում Բաքվի գերեվարությունից եւ պատանդությունից։ Այդ ժամանակ մենք կասենք, որ այո, սա դրական գործ է։ Բայց քանի որ այդ բանը անհնարին էր, քանի որ նրանք են հենց հանձնել ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանի իշխանություններին, ուրեմն նա պիտի ծպտուն չաներ։ Սա մեկ, երկրորդը ոչ միայն այդ 8 հոգին 9 հոգին, որոնք գտնում են Բաքվում, այլ այդ բախտին պիտի արժանանար առնվազն 40-ից 50 հոգի, բայց ոչ թե Բաքվում, այլ Հայաստանում, այլ Երևանի դատարաններում, որովհետև նրանք սկսած 2003 թվականից կատարել են հակապետական գործարքներ իշխանության բռնազավթման համար սկզբից երկրորդ նախագահի կողմից, այնուհետև երրորդ նախագահի կողմից մարտի 1-ին, 2003 թվականին, 2008 թվականին եւ 2013 թվականին այդ պաջիչ ջոկատները, դավադիտ ջոկատները Ղարաբաղում, որոնք իբր ծառայել են մեր ազգագրական պայքարին, ինչ խոսք իհարկե նաև ունեցել են մասնակցություն, նաև կատարել են Հայաստանի Հանրապետության հանդեպ հակապետական դերեր։ Դրանով նաև այն մեծ անջրպետը, այն մեծ ճեղքվածքը, որ արցախցիների հանդեպ կամ Հայաստան-Արցախ այդ հարաբերությունների հանդեպ, այո, ես էլ եմ գտնում, որ Արցախցին իր տեղով մեկ ոսկի է, նույնիսկ լուսնոսկի է, պլատինիում է, բայց երբ որ խոսքը վերաբերվում է
Ավարարի ճակատամարտին, երբ որ խոսքը վերաբերում է Սարդարապետի ճակատամարտի մասնակցությանը, երբ որ խոսքը վերաբերում է Դավիթ Բեկի ազատամարտին, երբ որ խոսքը վերաբերում է Նիկոլ Դումանին, Բախշի Իշխանյանին եւ շատ-շատերին, բայց երբ որ խոսքը վերաբերում է այս ռազմաքաղաքական դրամաշորթ միջնադարյան հոգեբանությամբ ապրող գեներալիտետին, այն ժամանակ էլ նրանց մասնակցությունը կեղծ է եղել։ Դրանց ես համարում եմ Ղարաբաղում դրանց համարում եմ տեղական մանվելներ, տեղական մանվել Գրիգորյաններ, ոչ ավել, ոչ պակաս, որոնց համար սպանությունը, բռնաբարությունը, պետության բյուջեն ոչնչացնելը, բանակի հանդեպ ուրեմն ունենալ թալանի եւ ոչնչացման իմ ցանկացած ես ոչ միայն կարող եմ այդ հայտարարությունների տեքստը տալ դատախազությանը, այլ այդ հայտարարությունները ես կարող եմ տալ նրանց երեսին կարող եմ շպրտել։ Այ երբ որ 2018 թվականին Թավշյա հեղափոխությունից հետո եւ կառավարությունը եւ իրավապահ մարմինները չգնացին այդ ճանապարհով մինչեւ վերջ բացեին եւ 2003 թվականին եւ մարտի 1-ի եւ 2013 թվականի քաղաքական ընտրությունների այդ ամբողջ տրամաբանության մեջ նրանց կատարած հակապետական քարքայիչ գործունեությունը դրա համար նրանք այսօր այստեղ պիտի վախտան։ Նաև գիտեք ես մի բան ասեմ, նաև տվյալ անձնավորությունը, նաև շատ գեներալներ։ Բայց Վիտալի Բալասանյանը ասում է, որ պարզապես աշխարհում քաղաքական քարտեզը փոխվում է եւ այդ փոխվելուն զուգահեռ մենք պետք է կարողանանք կողմնորոշել։ Դա իրան շանս չի տալիս։ Դա իրան շանս չի տալիս, երբ որ Ղարաբաղի ժողովուրդը սոված սովի էր մատնված, դա իրան չի արդարացնում, որ ինքը իր նկողներում ունենար հարյուրավոր արկղներ, ծխախոտներ, ալյուր եւ շաքարավազ։ Դա իրեն շանս չի տալիս։ Այդ բանը կարող են նաեւ շատ-շատերը ասել, բայց ով ինքը իրավունք չունի այդ բանը ասելու։ Նաեւ ես ասեմ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում գեներալիտետը եւ նաեւ Հայաստանի շատ անձնավորություններ, ես իրենց համարում եմ Հայաստան-Բելարուս միության տարածքներ։ Պարզապես նրանք այստեղ չունեն իմունիտետի կարգավիճակ։ Հայաստանի կառավարությունը երբ ուզենա նրանց հանդեպ կարող է հարուցել քաղաքական եւ քրեական գործեր։ Իսկ ինչ արեցին նրա հայտարարության հանդեպ հայ հեղափոխական դաշնակցությունը, Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ խմբակցությունը, ուժեղ Հայաստան եւ իմ բանը եւ առաջարկ Հայաստանին։ Տեսեք, հիմա ուժեր են ստեղծում, ինչ ասեք ասում են, գիտեք, առաջարկ Հայաստանին եկել են փրկելու մեր ազգը։ Տեսեք, մարդիկ ովքեր երկար տարիներ բարեգործության, բայց դե ուրեմն 3 անգամ մարդը եթերից հայտարարել է, որ գիտեք ինչ, մենք պետք է իշխանությանը կամ այս ռեժիմին վերջ տանք եւ հետ կանգնողը երթում է կերել, չգիտեմ, զավակ պետք է լինի եւ այլը, եւ դարձյալ նույն ձևի, ասենք, սսկվել է, նույն ձև։ Տեսեք, ես մի բան ասեմ, նման մարդկանց գործելակերպը իմ համար արգահատելի է։ Այս առումով բարոյական արժեքների առումով իմ համար Քիմ Քարդաշյանը իր արժե համակարգով ավելի բարձր բարոյական արժեքներ կրող է, քան նման գործարարները եւ նման քաղաքական ուժի ղեկավարները։ Մի անգամ ես Արցախից մի падգամավոր կար, որ հետագայում դարձավ նաեւ Սահմանադրական դատարանի անդամ։ Նրա 3 որդիները շատ բարձր դիրքեր են գրավել։ Եվ դեսպան, եւ պաշտպանության փոխնախարար, եւ ուրեմն բան, ասեք, դատարանի ղեկավար բան, եւ նոյեմբերի 9-ին թե 10-ին եկել հացադուլ իր բանը նստածույց իրանում կառավարության շենքի առջև, հետագայում սսկվեց եւ ամեն ինչից օգտվել է։ Նույնիսկ ես 88 թվականին, երբ որ նա մտել է շարժման մեջ, ես տեսել եմ, որ նրա մոտեցումը գեղձ է, շինծու էր։ Նա չէր ներշնչում, այդ արժե համակարգը չուներ։ Ես մի օր այդ մարդին ասի, կներեք, ես ձեզ մի բան ասեմ, ասեց ասա։ Ասի կիմերի մեջ, քիմերի մեջ իմ համար ամենաբարոյական կերպարը Քիմ Քարդաշյանն է։ Դե տեսեք, ես ում նկատի ունեցած կլինեմ ու չեմ ուզում շարունակեմ։ Ահա այսպիսի լակեյակերպ եւ նույնիսկ հոխորտում էր, ասում էր, ես Սահմանադրական դատարանի անդամ ժամանակ երկրորդ նախագահին զբան է խնդրել, ես չեմ արել։ Դու ոնց կարող ես նախ նա չեր խնդրի, քեզ կպարտադրի, երկրորդն էլ քեզ աթոռով կտանեին շպրտեին Երևանյան լիճի կնետեին որպես աղբակույտ։ Հիմա իմ ամբողջ խնդիրը նա է, որ այսօր ավելի քան երբեք մենք պիտի ունենանք պետականության հզոր հիմքեր, մենք պիտի ունենանք Հայաստանի Հանրապետություն աճող եւ զարգացող եւ այս տրամաբանության մեջ մենք պիտի առաջնորդվենք քաղաքական շահերով։ Առաջ ենք հաշում, խնդրեմ, տարբեր կարգի ձևաչափեր, ֆորմատներ, ով չգիտի, որ առաջարկ Հայաստանին ուրեմն դաշնության կամ դաշինքի մեջ մտնող
ուրեմն անձերի առնվազն 90%-ը գրպանաթողներ են։ Իհարկե այնտեղ կան մարդիկ, որոնց ես ճանաչում եմ եւ որոնց հանդեպ ունեմ հարգանք, պատկառանք։ Կարող եմ թվարկել, վերջերս եմ միացել, համագումար են արել, միացել են։ Բայց այնտեղ կան մարդիկ, որոնք նույնիսկ դոկտոր պրոֆեսորներ են, բացի պետությունը թալանելուց, լինելով նույնիսկ արցախցիներ, բացարձակապես ասեմ, նրանք նույնիսկ բարոյական ամոթ է Արցախին, որ այդպիսի ուրեմն ծնունդով մարդիկ ունեն։ Ես ասում եմ, այս քաղաքական ուժերը, չէ, անգլերեն ասում են non-starter deal, գործը չսկսած արդեն ձախողած են։ Գործը չսկսած արդեն ձախողած են։ Ես ձեզ ասում եմ, այսօր նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը շատ լուրջ ծրագրեր է մշակել, որին ես քաչ տեղյակ եմ, Արցախահայերի սոցիալ-տնտեսական, կենցաղային, առողջապահական, կրթական, անվճար ուսուցման, ուրեմն բնակարանային ֆոնդի գումարի ավելացման, հարկային բեռի թեթևացման ուղղություններով, եւ սա լինելու է շարունակական։ Եվ ես պիտի ասեմ, այս նախաձեռնության մեջ նաև ձեր խոնարհ ծառան ունի իր շատ համեստ մասնակցություն։ Պարոն Սաֆարյան, դրան առանց վիրավորանքների, առանց, ասենք, ինչ որ տեղ կոպիտ բառերի փորձենք ընդհանրապես քաղաքական դաշտի գնահատականը տալ, հատկապես որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ իրենց ջանքերը փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար որոշ չափով հենց իրենց մաշեցման գնով։ Ինչ խոսքը ես ընդունում եմ ձեր մոտեցումը, միգուցե իմ արտահայտությունները, վրթովմունքը, ցասումը անցա այդ ընդունված նորմերը, սահմանները, լրատվամիջոցների, բայց ես պիտի ասեմ, որ սա ավելի շատ քաղաքական մեկնությունների դաշտում կարելի է ասել, բայց կփորձեմ ես սրանից հետո ավելի զուսպ եւ ավելի մեղմ արտահայտվեմ, դե իրեն գիտես ասում են իքիբիր, համաշխարհային գիքոր եւ այլ, ասեն գիքոր լինելով մեր պատմության լավագույն կերպարներից մեկը գրականության չէ, բայց այո, ես պիտի նրանց չնմանվեմ, շատ ճիշտ եք ասում։ Հիմա անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի մի քանի հայտարարություններին այդ ոդքասթի ժամանակ, որից հետո արդեն զուտ արցախցիների հետ կապված ինչ գործեր եք անում եւ ինչ է սպասում, որտեղ դիմաց արժևում ընտրությունները եւ կա կարծիք, որ արցախահայությանը փորձել են օգտագործել նաեւ ընտրությունները։ Բացարձակապես են գլխից ասեմ, ես հանդիպելու եմ բոլոր արցախահայերին մեկիկ եւ չեմ թողնելու, որ արցախահայությունը դառնա նենգ նպատակների, նենգասպառնալիքների, մանիպուլյատիվ ձեռնարկումների ուրեմն խաղալիք։ Դա բացառվում է։ Մենք երկիր չունենք կրկեսի վերածելու, այն էլ ում կողմից, մերժված նախագահների կողմից։ Գալով ուրեմն ձեր հիշատակած նախագահի ոդքասթին, ես պիտի ասեմ, նախագահը չգիտի ոդքասթը ինչ է։ Անկեղծորեն եմ ասում, նա չի կարող ոդքասթի անգլերեն այդ երկու բառերը բացատրել։ Նա այդքան գրագիտություն չունի։ Սա մեկ եւ երկրորդը։ Ինչ գործնեության մասին է խոսքը իր։ Երբ որ 3000 դրամանոց թոշակը դարձել է 6000 դրամ, երբ որ ասում է ասում է եկել է եւ քանի ամիսների պարտք, երբ որ ասում է ես այդպիսի ասֆալտ եթե անեմ ինձ կուտեն, նախ դու ասֆալտ չես արել, դու արել ես 5 տարի մեկ։ Դու մի հատ շրջի Հայաստանով մեկ, ես շրջել եմ։ Մի հատ անցի Բավրայից դեպի մեծ Մասրի գյուղը Վարդենիսի։ Դու մի հատ անցիր ուրեմն Ճամբաբանից վերին Ճամբանը Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղից, Մեհրաբ գյուղից անցի մինչև Ագարակ, դու մի հատ արի խնածախից մինչև ուրեմն Մարտունի, տեսեք ինչպիսի ասֆալտներ է արվել, ինչպիսի ճանապարհներ են սարքվել, ինչքան դպրոցներ են սարքվել, ինչքան մանկապարտեզներ են սարքել եւ այդ ամենը 7 տարվա ընթացքում եւ այդ ամենը միայն նրա շնորհիվ, որ չեն զբաղվել պետության բյուջեի հաշվին ցոփու շվայտ կյանքով, բաժակաճառերով, այլ այո, եթե ուզում եք իմանալ, կերել են կարկանդակ, բայց կառուցել են երկիր։ Եվ իրենց թալանած երկիրն են կառուցել, այդ թվում նաև նկատի ունեմ ուրեմն աղետի գոտին։ Արդից օգտվելով ես երևի քանի որ Արցախյան շարժման հերթական դարձը լրացա մի քանի օր առաջ, փետրվարի 20-ին, վերջերս ես տեսա
մի հաղորդման ժամանակ իմ ընկեր Մանվել Սարգսյանի ելույթը, հարցազրույցը Արցախյան շարժման հետ կապված, եւ պիտի իմ շնորհակալությունը հայտնեմ Մանվել Սարգսյանին, երբ որ ասեց ստեղծվեց Ղարաբաղ կոմիտե մարտի 1-ին, միտինգներից, հանրահավաքներից հետո Իգոր Մուրադյան, Գագիկ Սաֆարյան եւ ես եւ ասեց, որ մենք ընտրել ենք այնպիսի մարտիկ, որոնք լինեն աննահանջ եւ խնդիրը ճիշտ պատկերացնեն։ Բայց քանի որ մայիսի 31-ին 88 թվականին Ղարաբաղ կոմիտեում տեղի ունեցավ հաղորդաշրջում, ես հիմա եթերից ասում եմ, որ եւ Վազգեն Մանուկյանը եւ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը դա ական էր ներդրված, նա գործիք էր մութ ուժերի ձեռքին, Վազգեն Մանուկյանի պահով պիտի ասեմ, որ իր շնորհիվ նենք գործնեության շնորհիվ Արցախյան շարժումը նենգափոխվեց։ Հիմա իմ կոչս ուղղում եմ ես իրեն, ինքը պիտի ներողություն խնդրի ամբողջ ազգից, նաև Ղարաբաղ կոմիտեի անդամներից, քանի որ ուրեմն նրանք տարան հեղաշրջման եւ արդյունքում մենք ունեցանք ռազմաֆեոդալական տիպի ուրեմն հարաբերություններ, ունեցանք մենք կառավարություն, որտեղ ուրեմն բոլորս գիտենք ինչ ընտրությամբ էր դա տեղի ունենում։ Այլևս չեմ խոսում, որ այդ առաջին Ղարաբաղ կոմիտեի շնորհիվ էր, այդ մեծ հանրահավաքների արդյունքում էր, որ ձեռք բերվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 1990 թվականի օգոստոսին։ Անցնենք առաջ։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ես մի օր պիտի պատմեմ 1998 թվականի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ հայտնի ուժերի թելադրանքով, չգիտեմ, համանդրությամբ երթում է տվել, նաև ավետարանի վրա է ձեռը դրած երթում տվել, բայց հայտնի ուժերի թելադրանքով հրաժարական է տվել։ Ինձ զանգահարում է Ռոբերտ Քոչարյանը, արդեն հանրապետության գործող վարչապետ, ինձ զանգահարում է գիշերը Զորի Բալայանը եւ Սամվել Բաբայանը, ես լինելով նոր Նորքիև Ավանի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, ինձ զանգահարում է, որ մեզ պետք է Արկադի Մանուչարովը։ Դու կարող ես գտնել իրեն։ Արկադի Մանվելովիչ Մանուչարովը Մոսկվայից եկել էր, ապրում էր Քրոշ տանը, 5-րդ զանգվածում։ Ես զանգեցի իրեն եւ ասացի այսպես, ինքը համարը տվեցի, զանգեցին, դու մի ասա, ինքը ուներ մի հատ DVD, տեսահոլովակ, որտեղ նկարագրած էր Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ճանապարհը, ինչպիսի ճանապարհով է նա անցել ուրեմն իշխանության, ընկերներին դավաճանելով, պետական գործիչներին անտեսելով, եւ այս տեսահոլովակը ինքը փոխանցել է Կարեն Դեմիրճյանին։ Եվ կանչում է ինձ զանգահարում է նաև այդ պատմությունը միայն դուք գիտեք, թե հարյուրավոր մարդիկ, հիմա ես ասում, ինձ զանգահարում է հատուկ ծրագրերի վարչության պետը, այն ժամանակ Արցախ կոմիտեի Էրնեստ Ղևոնդյանը, եւ ես համարը փոխանցում եմ Մանուչարովին, կանչում են այնտեղ, ես էլ չգիտեմ որտեղից ինձ նորից կանչում է երկրորդ մասիվում էին նստած շտաբում, երբ որ Գործկոմի նախագահը Մկրտիչ Մինասյանն էր, հետագայում դարձավ պատգամավոր, ասեց Պարոն Սաֆարյան, ձեզ կանչում են հատուկ ծրագրերի կոմիտեից։ Ես գնացի եւ Զորի Բալայանը ինձ ասեց, որ դու պիտի զանգես Կարեն Դեմիրճյանին, որպեսզի այդ տեսահոլովակը հետ վերցնենք։ Ես հրաժարվեցի, քանի որ Արցախյան շարժման առաջին օրվանից Կարեն Սերոպիչը իմ հանդեպ մեծ հարգանք էր տածում, ես ասացի, ես չեմ գնա այդ ճանապարհով։ Հետո իրենք զանգեցին, այդ տեսահոլովակը վերցրեցին, բայց Ռոբերտ Մավիսակալյանի միջոցով երջանկահիշատակ նրանք փորձում էին այդ տեսահոլովակը ամբողջովին ցուցադրեին մեր ժողովրդին։ Նրա կատարած բազմաթիվ այլանդակություններ, նրա կատարած բազմաթիվ ապարունություններ, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը Հենրիկ Պողոսյանի հանդեպ, Արկադի Մանուչարովի հանդեպ, ելի շատ ընկերների հանդեպ, բայց դրա մասին հաջորդ անգամ։ Նրանք այսօրվա ընդդիմությունը, այսօրվա 5-րդ շարասյունը, այսօրվա ազգային ժողովում ծավալած երկու խմբակցությունները իրենց առաջնորդներով քնում վեր են կենում ընդամենը տեսնելով մի բան. զավթել ուրեմն հանրապետության կառավարության ղեկավարի աթոռը։ Դե թե այդպես է, վերջերս էլ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց եւս մի քանի մարդկանց ունեցվածք, որոնք նախարարներ են եղել, այդ կուսակցական քվոտայով ձեռք բերված պաշտոններ, նախարարներ, որոնց ունեցվածքը զուտ դրամական առումով անցնում է 1 միլիարդը, իսկ մյուս գույքային ունեցվածքը եւս մի քանի միլիարդ։ Ես ուզում եմ ասեմ, դաշնակցությունը, հայրենիք դաշինքը, պատիվ ունեմը, չգիտեմ, Հայաստան դաշինք, ինչու չեն դատապարտում։ Ինչու չեն այս կուսակցությունները դատապարտում այդ արցախցի տխրահարչակ գեներալի քաղաքական անգրագետ հայտարարությունը, ոտաբոբիկ հայտարարությունը։ Այդ ուժերը ինչու չեն ուզում ասեմ, որ դավաճանը գտնում է մեր մեջ։ Ես կրկնում եմ, դարձյալ պիտի ասեմ։
Հանրապետության ինչպես առաջին նախագահ, այնպես երկրորդ նախագահ, այնպես է երրորդ նախագահ, որոնք երկիրը բերել հասցրել են մինչև 2018 թվականը, մեկը միշտ պիտի փակեն իրենց քաղաքական գիտելիքների ճամպրուկը։ Մեկը միշտ պիտի փակեն։ Ես պարզապես մեղմ եմ ուզում ասեմ, ես պիտի ասեմ նրանց կատարած բազմաթիվ քաղաքական ձախողումներ, սխալ դրսևորումներ, որը նաև ենթադրում է անպայման ինչպես քաղաքական հանցագործություն դրա արժե պատասխան պիտի տան եւ նաև կոռուպցիոն դրսևորումներ, որ պիտի կանգնեն նաև քրեական դատարանի առջև։ Այսօրվա Հայաստանի կառավարությունը ունենալով բազմաթիվ սխալներ, այդ սխալների մեծ մասը ես տեսնում եմ, նկատում եմ, հատկապես ներքին օղակներում նկատում եմ նաև կառավարության աշխատակազմի շատ անձնավորություններ, երբ որ մենք գնում ենք արցախցիների հետ հանդիպման, իրենք շատ ծանր են տանում եւ ընդհակառակ անընդհատ պահանջում են խստապահանջ մոտեցում։ Կան մոտեցումներ եւ ուրեմն բյուրոկրատական քաշքշոցների առումով, կան մոտեցումներ պրոֆեսիոնալ մակարդակի ցածր լինելու առումով, բայց ես գտնում եմ, որ սրանք այն խնդիրներն են, որոնք օր առաջ պիտի ուղղվեն։ Կան սխալ մոտեցումներ նաև շատ դեպքերում արցախահայերի հետ կապված, քաղաքացիության, անձնագրերի, չնայած շատ խնդիրներ արդեն լուծված են, բայց այն խնդիրները, որը ձեռք է բերվել Հայաստանի կառավարության կողմից 2018-2026 թվականին եւ որը եթե պիտի համեմատենք 1992-2018 թվականներին, ասում եմ, հարաբերական առումով եմ ասում, ես կարող եմ զոոկրատիան համեմատել մերիտոկրատիայի հետ։ Այլ բան ես ասել չեմ կարող, հիմա ես ասեմ հետեւյալը. 3-4 ուժ է նշмарվում քաղաքական դաշտում եւ փորձ են անում ամեն գնով իրենց այս թատերախմբեր են ստեղծել շրջիկ մեր ժողովրդի հետ շրջաններում հանդիպելու ուրեմն այս ծրագիրը այս հարթակներ առաջ քաշել ինչ խոսք իհարկե կան ուժեր որոնք միշտ ունեցել են հանդիպումներ շրջանների հետ տնտեսական առումով նույնը կարող եմ ասել նաև ասենք նույն Գագիկ Ծառուկյանը բոլորս գիտենք որ տասնամյակներ շարունակ ունեցել է հանդիպումներ որը միայն ու միայն գովելի է բայց ես պիտի ասեմ ներկայիս քաղաքական ուժերը իհայտ եկած այս նորաթուխ քաղաքական ուժերը, որը կլինի, չգիտեմ, այլ ինչեր կոչում է Թաթոյան, մեկը Թաթոյան միասնության թևերը, մեկ ուրիշը եւ այլը, դրանք հասարակության մեջ չունեն արմատավորված խարիսկներ, դրանք չեն կարող ունենալ, մեր երկիրը չեն կարող այս վիճակից, ոչ թե այս վիճակից, երկրի զարգացման հեռանկարներ եւ մեզ նետած մարտահրավերներին պատասխանել պետական առումով նրանք ի վիճակի չեն նրանց արժեհամակարգը շատ ցածր է կարծում եմ առաջիկա 3 ամսում մեր երկրի քաղաքական ուրեմն զարգացումները ցույց կտան ասելու որ մեր ժողովուրդը կարող է շատ հանգիստ տեսնել ուրեմն որն է թացը որն է չորը մեղմ եմ ասում բայց մենք պետք է մեկը միշտ ոչ ասենք Հայաստանում ծվարած հակապետական ուժերին Հայաստանում ուրեմն ծվարած այն ուժերին, որոնք մակաբույժ տարեր են, որոնք ծնվում են օտարերկրյա լափամաններից, որոնք փորձ են անում ուրեմն սպասարկել նախորդ մերժված ղեկավարների եւ ձախողված ղեկավարների ռևանշիստական շահերն ու նկարտումները։ Պարոն Սաֆարյան, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, շնորհակալություն եմ հայտնում այսօրվա մեր ձեր ներկայության համար տաղավարում իրադարձությունները արագ են զարգանում այնպես որ մենք կհետևենք եւ հարգելի հայրենակիցներ գովազդով կավարտենք այսօրվա մեր հաղորդումը հետևեք զարգացումներին մնացեք խաղաղությամբ